Երեք հետ միջօրեին Նոր Մարաշի Սրբոց Կարասնից մանգանցի գեղեցվո մեջ դեղ ունեցավ Քրիստոսի չարչարանած, խաչելության եւ թաղման հիշադակարարողությունը, որուն հանդիսաբեդեց Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Քեղամ arczepiskopos Խաչերյան։ Արարողության ներկա էին նաեւ Հայկական երեսփոխանական բլոկի ներկայացուցիչ երեսփոխան Հակոբ Պակրադունի, երեսփոխան Արթուր Նազարյան, ազգային իշխանության եւ պատկան մարմիններու ներկայացուցիչներ եւ հավատացյալ ժողովրդի հոծ բազմությունը։ Արարողութենեն յետք եւ նախքան թափորը Սրբազան հայրը ժողովրդին ուղեցիր պատկամը, որում մեջ անբացատրեց, որ Հիսուս իր մարտեղությամբ եւ խաչելությամբ հաշտեցուց մարդը Աստուծո հետ, որբեսի ան Աստուծո ներգայենա սուրբ ամփից անարատ կերպով։ Քրիստոս իր խաչելությամբ վերցուց մարդոց մեղքերը, իսկ իր մահվամբ մահաբարդությամբ մատնեց ըսավ Սրբազան հայրը, ավելցնելով, որ քրիստոնեական հավատքը ամբողջություն մնե եւ ոչ թե թեփքը։ Ան հաստատեց, որ հին մարդը մեռավ Քրիստոսի մահվամբ եւ անոր հարությամբ նոր մարդ եղավ։ Արարողութենեն յետք հանդիսաբեդությամբ Սրբազան հոր Հիսուսի խորհրդանշական թագաղին յետևեն քալեցին քահանայից ու թբրած տասերը, երեսփոխաններ Պակրադունի եւ Նազարյան եւ հավատացյալ ժողովուրդը։ Թափորը հոմենոթմենի շեփորախումբին ընկերակցությամբ շրջեցավ եկեղեցվո մոդագա փողոցներում մեջ եւ ապա վերադարձավ եկեղեցի, ուր մինչեւ ուշ գիշեր հավատացյալներ այցելեցին եւ աղոթեցին թագաղին մոտ։ Երեք հետ միջօրեին Բուրչամուդի Սուրբ Պրգիչ եկեղեցվո մեջ կատարվեցավ ժամերկություն եւ թաման գարկ, որու նախակայեց Հայ Կաթողիկե համայնքի Ներսես Պետրոս 19-րդ պատրիարքը։ Այս առիթով իր դված պատկամի մեջ պատրիարքը անդրադարձավ Հիսուսի խաչելության ու ավագ ուրբաթի խորհրդին ու իմաստին։ Բողոս եւ Պետրոս առաքյալներու խոսքերը մեջ բերումներ կատարելով Ներսես Պետրոս 19-րդ պատրիարքը ցիդել տվավ, որ մեզ մե յուրաքանչյուրը պետք է հիշե ճանչնա իր կործած մեղքերը։ Պատրիարքը նշեց, որ Հիսուսի խաչելությունն ու անոր գրած չարչարանքները նշան են մարդոց նկատմամբ անոր անզուգական սիրույն։ Պատրիարքը իր պատկամի եզրափակեց, կոչ ուղելով նեցուկ կանգնելու եւ օգնության ցերկ տրամադրելու լքյալներուն, թշվառներուն ու խեղճերուն բաժնեգից դառնալով անոնց ցավերուն։